Սերդանց փարթանք տիրոջ Աստծո ժողովուրդ։ Ես առաջ կմտածեի ամենաարագ բանը որն է երկրագնդի վրա, շատ մարդիկ ասային լույսի արագությունը, հետո գիտնականները որոշեցին, որ մարդու միտքն է, բայց ես նոր բան եմ հայտնաբերել, այսպես ասած։ Ամենաարագ բանը Սերդանց փառքն է, որ մեկ վայրկյանվա մեջ կհասնի երրորդ երկինք, կհասնի մինչև Աստծո աթոռը։ Եթե Սերդանց փառք ուտաս, կհասնի Աստծո մոտ։ Ամենամոդիկ փառթվողները Աստծո հրեշտակներն են, ճիշտ է, Աստծո երեսը տեսնելով փառք ուտան, բայց ամենաարագը մեր փառքն է, որ մենք որ փառք ուտանք Տիրոջը, Սերդանց, սրդի խորքից ու շատ անգամ փառք տանք բարձրաձայն։ Եթե դու բարձրաձայն փառք ուտաս, այդտեղ ամոթ էլ չի գործե, որտեղ շատ մարդիկ իրանց մտքի մեջ փառք ուտան եւ Աստծո անունը չեն տա, միայն ասեն փառք Աստծուն, բայց դու Սերդանցը փառք Հիսուսին, դու իմ թագավորս ես, իմ Աստվածս ես։ Ես ինչու պետք է ամաչեմ մարդկանցից, ինչու պետք է ամաչեմ ժողովրդից, որ իմ թագավորս Տեր Հիսուս Քրիստոսն է, որ ինքն է իր կյանքը ինձ համար տվել։ Փառք Տիրոջը, բոլորիս համար կա փրկություն կյանք, եթե Սերդանց կընդունենք, եթե Սերդանց խոսքը կընդունենք, բժշկություն կունենանք։
Ես Տիրոջ շնորհքով, Տիրոջ օգնությամբ կուզենայի այսօր Սուրբ Հոգու մասին խոսել, որ ինչքան անհրաժեշտ է, ինչքան կարևոր է, որ մարդը ունենա Աստծո Հոգին, որ մգրտվի Սուրբ Հոգով։ Գիշեք Հովհաննես Մկրտիչը ինչ ասաց, որ ես ձեզի ջրով կմգրտեմ, չէ, մեղքերի թողության համար, բայց ինձանից հետո գալողը ինձանից զորավոր է ու ձեզի պետք է մգրտե Սուրբ Հոգով ու կրակով։ Աստծո որդին եկել է, որ քեզի մգրտե Սուրբ Հոգով, ովքեր որ չունին Սուրբ Հոգի, ովքեր չեն մգրտվե, թող սրտանց խնդրեն, աղաչեն։ Ես կարդամ մեկ համար, տեսեք Տեր Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգու համար կխնդրե եւ կաղաչե, տեսեք ինչ կսե, Հովաննու Ավետարան 14-րդ գլուխ 16 խոսքը։ Ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի տա ձեզի, որբեզի հավիտյան ձեզի հետ բնակվի։ Տեսեք այստեղ չի սե խնդրեմ հորը, գրված է աղաչեմ։ Օրինակ մենք Սուրբ Հոգու համար կաղաչենք, Տեր Հիսուսը հորից աղաչելով կխնդրե, որբեզի Սուրբ Հոգի տա մեզի, որբեզի Հայրը Սուրբ Հոգին ուղարկե։ Տեր Հիսուսը կաղաչե, որբեզի դու Սուրբ Հոգով մգրտվիս։ Իսկ դու կաղաչես, որ Սուրբ Հոգով մգրտվիս։ Դու կարող ես երկու անգամ խնդրես, կներեք իհարկե, այս խոսքից համար, կտեսնես որ չես մգրտվի, դու կդատարես արդեն խնդրելուց։ Բայց Տեր Հիսուսը քեզի համար գրված է, կաղաչեմ հորը։ Աղաչել կնշանակե ինչքան խնդրանքից ավելի բարձր թախանձով, որբեզի դու ընդունես, հորից ընդունես Աստծո Հոգին։ Դու կաղաչես, ովքեր որ մգրտված չեն, դու կաղաչես, որ դու մգրտվիս Սուրբ Հոգով։ Եվ մնացած մարդիկ, ովքեր որ մգրտված են Սուրբ Հոգով, դու կաղաչես հորը, որ դու մնաս իր խոսքի մեջ։ Դու կաղաչես Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգի, դու խոսանցի հետ։ Դու ինչքան որ ես քեզի տրմեցրել եմ, ինչքան որ ես քեզի արհամարել եմ, ես կաղաչեմ որ ներես ինձի, դու խոսաս, ես քո ձայնը ինչքան ժամանակ չեմ լսե։ Օրինակ ձեր մեջ անհանգստություն չի առաջանա, որ Սուրբ Հոգու ձայնը ես չեմ լսե։ Ես խնդրեցի Աստծուց, ես աղաչեցի, Աստված Սուրբ Հոգին տվավ, մգրտեց, ես շատ ուրախացա, բոլորս կհիշենք, չէ՞, Սուրբ Հոգով մգրտված ժամանակ, ինչքան ուրախ էինք։ Այդ ուրախությունը Աստծո Հոգին կարող է պահել միշտ։ Եթե դու Աստծո Հոգու հետ քայլես, դու Աստծո որդի կկոչվիս։ Դու միայն կարող ես Տեր Հիսուսին կոչել Տեր միայն Սուրբ Հոգով, եւ ես Աստծո խոսքի գրվածներն եմ ասում։ Աստծո Հոգին շատ մեծ դեր ունի ու նշանակություն։ Ինքն է երկրից երկինք քաշողը, ինքն է հապշտագողը, ինքն է երկինք տանողը։ Դուք մի մտածեք, Սուրբ Հոգին երբ որ Սուրբ Հոգին եկավ, երբ որ մգրտություն կատարվար, նոր Սուրբ Հոգին եկավ երկրի վրա աշակերտներուն։ Սուրբ Հոգին երկրի վրա էր աշխարհի սկզբից ստեղծելուց առաջ, երբ որ Աստված պետք է ստեղծեր ու հրաման տար։ Մենք արտասել ենք, չէ՞։ Աստծո Հոգին ջրերի վրա կշրջեր, որբեսի հրաման ստանար Աստծուց, որբեսի այդ հրամանից հետո ստեղծվեր, երկինք ստեղծվեց։ Գրված է Աստված առաջուց ստեղծեց երկինքը ու երկիրը, ճիշտ է։ Ինչով է ստեղծել Աստված, Աստծո Հոգով։ Աստծո Հոգին ջրերի վրա կշրջեր, եւ Աստծո Հոգին այստեղ է։ Մենք Աստծո Հոգուն չենք տեսնի, բայց Աստծո Հոգին բնակվել է մեր մեջ։ Մենք Աստծո Հոգու տաճար ենք։ Եվ սրանից հետո Աստծո Հոգու տաճարը մենք դի ինչ պահենք, մաքուր ու սուրբ, որովհետև գրված է, ով որ աբագան է Աստծո տաճարը, Աստված է նրանք աբագան են, այսինքն այդ պատիժը կընդունե։ Ես չեմ ուզում պատիժից խոսամ, ես ուզում եմ Սուրբ Հոգու մեծ դերը մեր կյանքի մեջ։ Եթե դու ունիս Աստծո Հոգին, եթե դու ընդունել ես, դու պետք է լսես իր ձայնը, դու պետք է լսես իր խոսքը։ Տեսեք Աստծո Հոգին, դու գիտեք Աստծո Հոգին ինչ բառեր կխոսա, ինչ կհիշեցնե։ Աստծո Հոգին եկել է քո մեջ, ում բառերը պետք է քեզի հիշեցնե, ում խոսքը։ Ես կարդամ այդ խոսքը, որպեսզի շատ բարձ լինի մեր մեջ։ Նույն Հովաննու Ավետարանի 14 գլխի մեջ է գրված 26 խոսքը. Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրս իմ անունովս պիտի ղրկե, անիգա ձեզի բոլորը պիտի սորվեցնե, եւ ինչ որ ձեզի ասի, մտքերնիդ պիտի բերե։
Փառք Տիրոջը։ Աստծո հոգին, Աստծո որդու բոլոր խոսքերը, ինչ որ խոսացել աշակերտներին, ժողովրդին, ինչ որ խոսացել է, մենք այնտեղ ներկա չենք եղել, չէ՞ որ լսենք ինչ է խոսած է։ Ինչ որ գրված է, մենք արտացել ենք, ինչ որ Տեր Հիսուսը խոսացել է աշակերտներին, ժողովրդին, նույն խոսքը Աստծո հոգին մեզի հետ կխոսա։ Նույն Տեր Հիսուսի ասած խոսքերը նույնը մեզի կփոխանցի։ Կարդացինք, ինչ որ ես ասել եմ, ձեր միտքը կբերե։ Աստծո հոգին է, որ ձեզի հետ կխոսա։ Աստծո խոսքերը, Աստծո հոգին կխոսա ձեր մեջ, որբեսզի դուք Աստծուն ավելի ճանաչեք, որբեսզի Աստծուն դուք ավելի շատ սիրեք։ Պատվիրան կատարվի ձեր մեջ, քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, չէ, քո ամբողջ զորությունով։ Այդ սիրելը դու մարդկային ուժերով չես կարող ամբողջ հոգով սիրես։ Ամբողջ հոգով սիրել կնշանակե ամբողջ խոսքը պահել։ Դու ինչքան որ խոսքը կպահես, դու այնքան Աստծուն կսիրես։ Համաձայն եք ժողովուրդ ջան։ Ինչքան որ դու կլսես քո ծնողիդ, ճիշտ է, ինչքան որ դու կհնազանդվես, դու այնքան էլ կպատվես քո ծնողիդ, այնքան էլ դու իրան կսիրես։ Աստծո պատվիրանքները, եթե կուզենք, որ մեր մեջ կատարվի, դա Աստծո հոգու ձեռքն է։ Եթե Աստծո հոգու օգնությունը, զորությունը, շնորհքը չլինի, մենք ոչ մի պատվիրանք չենք կարող պահել։ Եթե պատվիրանք պահենք, եթե Տեր Հիսուսի խոսքերը շատ հեշտ մարդկային ձևով պահենք, Աստծո հոգին չէր գա, որովհետև արդեն դու կպահես, բայց հենց Աստծո հոգին քեզի զորություն տվողը, ուժ տվողը, որ դու պաշտես իրան, որ դու ծառայես իրան, նաև Սուրբ Հոգին կկոչվի մխիթարիչ, որ ինքը քեզի մխիթար է, որովհետև երկրագնդի վրա մարդ չկա, որ քո հոգուդ խոր կտեսնի, որ քեզի քննե ու տեսնի քո սրտի ցավը որն է։ Մենակ ով կարող է գիտենալ, ով է սրտեր քննողը։ Սրտեր քննողն Աստված է, հենց Աստծո հոգին է, մարդու բաները գրված է մարդու հոգին գիտե, իսկ Աստծո բաները Աստծո հոգին գրված է։ Աստծո հոգին գիտե, որ դու ինչու համար ես եկել, ինչու ծառավ ունիս։ Ես կարդամ եք համարել, թե Սուրբ Հոգու մասին ինչ աղաղագեր կը Տերը։ Գրված է տոնի վերջին օրը Տերը կայներ ու կաղաղագեր, տեսեք ինչ կսեր, Սուրբ Հոգու մասին է գրված դա։ Ուրեմն Հովանու ավետարան 7-րդ գլուխ 37-րդ համարից կարդամ։ Տոնի վերջի օրը Հիսուս կայներ էր կաղաղագեր ու կսեր. Եթե մեկը ծառավ է, թող ինձի գա ու խմե։ Ան որ ինձի հավատա, ինչպես գիրքը կսե, անոր փորեն կենտանի ջուրի գեդեր պիտի բխեն։ Այս սավ հոգիի համար, Աստծո հոգիի համար, Աստծո հոգին է կենտանի ջրերը քո մեջից բխեցնողը, հենց Աստծո խոսքը։ Դու չես կարող Աստծո խոսքը խոսած առանց Աստծո հոգու։ Դու կդինես ուղագի անգիր ասած խոսքեր, բայց Աստված ինքը իր հոգով կխոսա մարդկանց հետ։ Մենք Աստծուն չենք տեսնի, բայց Աստծո ձայնը կլսենք։ Որտեղից կգա այդ ձայնը։ Իր հոգուց կգա։ Մենք միշտ անգամ կաղոթենք, չէ՞, մեր եղբայրների համար, ովքեր խոսքը կմատակարարեն, որովհետեւ Աստված խոսա։ Հենց Աստված կխոսա երկնքի մեջ ու դու երկրի վրա եղբոր վերանից կլսես, որովհետեւ հենց Աստծո հոգին ինքն է խոսածողը։ Ինչպես որ մարգարեների հետ կխոսար, մարգարեները Աստծո կլսեին եւ կփոխանցեին ժողովրդին։ Ինչով կլսեին, հենց Աստծո հոգով, հենց Աստծո հոգին էր խոսացնող մարգարեներին։ Մարդ որ կմարգարյանա, ինչով կմարգարյանա, Աստծո հոգով կմարգարյանա, չէ՞։ Գալու բաները կսե, եթե կուզեք իմանա, գալու բաների վրայով ինձի հարցրեք, չէ՞ ինչ պիտի լինի։ Ես եմ հայտնողը, եւ գրված է Տերը ոչ մի բան չի անե երկրի վրա, որ դրանից առաջ իր ծառաներին հայտնե։ Ինչով կհայտնե, Աստծո հոգով։ Մենք Աստծուն չենք տեսնի, բայց հոգով ու ճշմարտությունով կպաշտենք Տիրոջը։ Այդ Սուրբ հոգով է։ Եթե դու ընդունել ես, եթե դու խնդրել ես ու տրվել է, պետք է նրա ցայնին լսես եւ նրան հնազանդվես։ Ես շարունակությունը կարդամ. Այս սա հոգի համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին, վասնզի Սուրբ Հոգին տրված չէր տակավին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր։ Փառք Տիրոջը, որովհետև Սուրբ Հոգին եկավ Տեր Հիսուս Քրիստոսի երկին գնալուց հետո։ Մենք կարդացել ենք, որ
Քրիստոսի հարությունից հետո հենց Տերը 40 օր շրջեց իր ժողովրդի, իր աշակերտների հետ, իրան հավատացողների հետ, հետո երկին գնաց եւ 10 օր հետո Սուրբ Հոգու խոստմունքը կատարվավ Պենտեկոստեի օրը, որ մարդիկ սպասեին, որտեղ Տեր ասաց, որ ոչ միտեղ մի գնացեք, մինչև վերևից զորություն չառնիք։ Ինչու համար ոչ մի տեղ մի գնացեք։ Կարող են գնային քարոզային, ճիշտ է, կարող են գնային վգային, բայց ինչով վգային, այդ զորությունը, այդ ուժը չկար, այդ հոգին չկար։ Նրանք պետք է առնեին այդ կյանքը, հենց Աստծո հոգին կյանքն է։ Հենց Հոբ ասում է Աստծո հոգին է ինձ կյանք տվողը, Աստծո շունչն է ինձ կյանք տվողը։ Նրանք պետք է ստանային այդ հոգին, այդ շունչը, որպեսզի վկայեն Քրիստոսի մասին։ Թեև տեսել էին, լսել էին խոսքը, բայց այդ վկայությունը, այդ կյանքի խոսքերը միայն Աստծո հոգուց կփոխի։ Փառք Տիրոջը։ Ես կխնդրեի նորից կաղաչեի, ովքեր որ չեն ստացել Սուրբ Հոգի, չեն մկրտվել, թող աղաչանքով խնդրեն Տիրոջից, որովհետև Աստծո հոգին շատ մեծ դեր ունի, ինչպես ասացի, որովհետև ինքն է երկին քաշողը, ինքն է քեզի ուժ ու զորություն տվողը։ Երկրի վրա չկա մեկ զորավոր եղբայր, որ քեզի միշտ ուժ տա, քեզի միշտ հորդորեք ու ուժ առնես, թեև ամենքը գրված է, որ իրար հորդորեք, չէ, իրար մխիտարեք, բայց Աստծո հոգին է, որ քեզի կմխիտարի, քեզի զորություն կտա, առանց Աստծո հոգու ոչ մի բան չեն կարող անել։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը ամեն բանի համար, որ Տերը մեզ համար աղաչե, խնդրել է, որ Սուրբ Հոգին տա, եւ Աստծո խոսքի համաձայն տեսեք, շատ մարդիկ կմտածեն, եթե ինձի հարցեր տան, ես ինչ պետք է պատասխանեմ։ Շատ կարդամ, առավոտից իրգուն շատ կարդամ գիրք, որ բոլոր հարցերի պատասխանները տամ։ Տեսեք, ես կարդամ Մարկոս Ավետարանից 13-րդ գլուխ 11 խոսքը։ Բայց երբ ձեզի մատնելու տանին, առաջվանե հոգ մի ընեք եւ մի մտածեք ինչ պիտի խոսիք։ Աբա այն ժամուն ինչ որ ձեզի տրվի, զանիկա խոսեցեք։ Վասնզի ոչ թե դուք եք որ պիտի խոսեք, աբա Սուրբ Հոգին։ Փառք Տիրոջը։ Տեսեք, մտածելու բան չկա, եթե մեզի մեկը մատնե, մեզի բռնեն, կամ ինչ որ նեղության մեջ, կամ ինչ որ հալածանք սկսվի, մեզի սկսեն հարցեր տալ, մենք մտահոգվելու բան չունենք, որովհետև մեր տեղը, մեր միջից կխոսա Աստծո Հոգին, բոլոր պատասխանները Աստծո Հոգին կտա։ Փառք Տիրոջը, Տերը թողորտնե, զորացնե, իր շնորհքով լեցնե, որ մենք ուզենանք Աստծո Հոգով ապրենք, Աստծո Հոգով քայլենք ու Աստծո Հոգով սպասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Թող Տերը փառավորվի, օրհնե, զորացնե իրան փառք հավիտյանս ամեն։ Աղոթենք, խնդրենք Աստծո ներկայությունը, զորությունը։ Պաշտամունքից առաջ ես ջրաջան աղոթք եմ անում, որ Սուրբ Հոգին առաջնորդի եկեղեցին։ Հանձնում եմ Սուրբ Հոգուն, որ ասում եմ Տեր, դու պիտի տանես եկեղեցին առաջ, եղբայրների խոսքը, ընթացքը, պաշտամունքը, ես անկեղծ լուրջ աղոթք եմ անում դրա համար։ Ու երբ որ ստեղից ինչ որ խոսք է գալի, չէ, ես զգում եմ, որ Տերոջ գործն է դա։ Երբ որ Անդրանիկ եղբայրը խոսում էր Սուրբ Հոգու մկրտության մասին, ես հավատքով ընդունեցի, որ Տերը բան ունի ասելու մեզ եւ գործողություն ունի անելու, փառք Տիրոջը։ Եվ ես ուզում եմ Աստված է դրեց իմ սրտիս մեջ, որ թեման ես շարունակեմ, որովհետև այո, դրա կարիքը կա, փառք Հիսուսին։ Սիրելիներ, ուրեմն առաքելական դարաշրջանը, երբ որ վերջացավ, առաքյաները արդեն վաղուց չկային, եկեղեցին կամաց վերածվեց տաճարների եւ ծիսակատարությունների, Սուրբ Հոգու կրակը մարել էր երկրի վրա։ Կային հազվադեպ, ասենք, մարդիկ, որոնք ունեին, մկրտվում էին կամ ապաշխարում էին, բայց հիմնական ուժը, որ անցել էր կաթոլիկների ձեռքը եւ դարձել էր դրանք զուտ ծիսական արարողություններ, Սուրբ Հոգին մարած էր
եւ երկար ժամանակ երկրի վրա չէր գործում։ Էլ եմ ասում, որոշ հատվածներ եղել են, այս չի որ մի անգամից չի եղել, բայց այն թափը չի եղել ինչ որ առաքյալների ժամանակ։ Ժամանակներ անցնում են, երկար ժամանակներ անցնում են, երբ որ ռեֆորմացիան տեղի է ունենում, կաթոլիկ եկեղեցուց բաժանումը տեղի ունենում Մարտին Լյութերի կողմից, բողոքական ուղղությունը որ շարժվում է, այդտեղից կամաց նաև առաջանում է հոգեգալստական ուղղությունը, որտեղ արթնանում է Սուրբ Հոգու զորությունը եւ մարդիկ սկսում են տեղ տալ Սուրբ Հոգուն եւ Սուրբ Հոգով մկրտվել եւ օտար լեզուներ խոսել։ Այս երևույթը շատ-շատերի համար շատ անսովոր էր եւ դրա իհարկե առաջացրեց մեծ զայրույթ որոշ հասարակության մեջ, սկսեցին հակառակվել, սկսեցին դեմ դնել, շատերին հերետիկոս անվանեցին, շատերին ասին դուք սխալ եք խոսում, այտենց բան չի կարա լինի, դա մենակ տրված էր առաքյալներին եւ մեծ հալածանք կրեցին այդ ժողովուրդը դուք միջև նույնիսկ ասենք պատիժների մարմնավոր։ Բայց Սուրբ Հոգին արդեն գործը սկսել էր եւ մենք հասկանում ենք, գիտենք այս ամեն ինչը ինչից էր գալի։ Ես ուզում եմ հիշեցնեմ ուղղակի մի դրվագ 1906 թվականին Լոս Անջելեսում Azusa Street կար downtown-ում, եթե որևէ մեկը չի լսել, թող իմանա սիրելիներ, Azusa Street-ում մի փոքրիկ խումբ էր հավաքվում աղոթքի։ Եվ այս խմբի անդամները կարդացել էին, որ Սուրբ գրքում գրված է, որ երբ որ առաքյալները ձեռք էին դնում, օտար լեզուներ էին խոսում, Սուրբ Հոգով մկրտվում են եւ այդ երևույթը իրանց համար հետաքրքիր էր։ Եվ այդպես պատմում են, այդպես գրքեր կա գրված, որ Սուրբ Հոգին այդ օրը ուրեմն մի հատ քույրիկ, երբ որ գալիս է հովիվին, ասում է մենք ինչու չունենք այս բաները, այստեղ գրված է, որ ձեռք էին դնում եւ Սուրբ Հոգով մկրտվում էին, օտար լեզուներ էին խոսում։ Եվ այս եղբայրը առաջարկում է, որ աղոթք կանեն, եւ սկսում են աղոթք կանել եւ ձեռք կա դնում եւ մեծ զորություն է իջնում, Սուրբ Հոգին Պենտեկոստեի նման իջնում է այդ վայրը զորությունով, բոլորը լցվում են, սկսում են Սուրբ Հոգով աղոթել, խոսել եւ այնքան է տարածվում այդ զորությունը շրջապատում, ժամանակակից այնտեղ ապրողները վկայում են, որ այդ այնքան ամպը կար այդ Սուրբ Հոգու, որ մարդիկ այդտեղով անցնելով ծունկները թուլանում էին, չէին կարողանում քայլել այդտեղ։ Այդպիսի զորություն է իջել։ Եվ այդտեղից Սուրբ Հոգի զորությունը տարածվում ամբողջ Ամերիկայով մեկ, անցնում է մինչև Նյու Յորք, ընդ Նյու Յորքում որոշելի տենց խմբեր մկրտվում են, եղբայրներ են դարձի գալի եւ այդտեղից էլ անցնում է Ռուսաստան, հետո տարիների ընթացքում նաեւ մեզ է հասնում Փառք Տիրոջը։ Ես էլ եմ ասում, սրա դեմ շատ խոսակցություններ կան, շատ դեմ արտահայտվողներ կան, շատ մարդիկ, որոնք չհասկանալով այս զորությունը, չընդունելով այս պարգևը, որ Աստված կարա այսօր 21-րդ դարում Սուրբ Հոգու պարգևը տա իրան հավատացողներին եւ նրանք պետք է խոսան լեզուներով եւ հոգեգալստական հիմնադիր հայրերի վստահությունը, այսինքն համոզմունքը եղում էր հենց նրա մեջ, որ Սուրբ Հոգու մկրտությունը պետք է լինի անպայման օտար լեզուների նշանով։ Անպայման, նրանք այդպես համոզված էին եւ այդպես քարոզում են եւ այդպես է շարունակվեց։ Իհարկե այս ուղղությունը սկսել է արդեն 1800-ականներից, բայց Լոս Անջելեսում տեղի ունեցածը դա մի բացառիկ դեպք էր։ Եվ այսօր մենք ապրում ենք այդ քաղաքում եւ այդ քաղաքը դրա պատճառով է, որ սերներ գոյատևում է, որովհետեւ Սուրբ Հոգին կոնկրետ իջել է Փառք Հիսուսին։ Հիմա ես ինչ համար այսքան բան ասացի, ես սա որպես ոնց որ նախախոսք ես ասացի, որպեսզի մենք Սուրբ գրքից կարդանք եւ հաստատվենք այս բոլոր բաների մեջ։ Որտեւ ես զարմանում եմ, որ ինչպես որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, բոլոր շատերն են կարդում, բայց ինչի ենք մենք տարբեր տեսնում Սուրբ Գրքի գրածները։ Ինչի ենք մենք տարբեր տեսնում։ Ինչի ենք մենք տարբեր ձևով հասկանում։ Ինչի ենք մենք չենք տեսնում, որ կոնկրետ բառացի գրված է, եւ եթե մենք մեզի համարում ենք Սուրբ Խոսքով ապրողներ, Սուրբ Գրքին հետևողներ, խոսքին հետևողներ, ուրեմն այստեղ այդ ամեն ինչ պետք է հետևել։ Սուրբ Գրքի մեջ ես խորհուրդ կտամ կարդալ Գործ Առաքելոցը եւ կտեսնեք Սուրբ Հոգու հայտնի գործը եկեղեցու մեջ, ինչպես է եկեղեցին առաջնորդում, սովորացնում, խոսում առաքյալների հետ, խոսում են ժամանակվա հավատացյալների հետ։ Եվ կենթանի ներկայությունը կար Սուրբ Հոգու սիրելիներ առաքելական շրջանում։ Եվ ահա առաջի դեպքը, ուրեմն 3 դեպք կա, որտեղ որ օտար լեզուներով խոսում են, մկրտությամբ
4-րդ դեպքի մեջ գրված է մենակ, որ ձեռք էին դնում եւ նրանք Սուրբ Հոգով մկրտվում էին, բայց չի նշված, որ խոսում էին, բայց ինչպես գիտեին, որ մկրտվել են, որովհետեւ խոսակցությունը տեղի էր ունենում։ Դրա համար էլ գրված է, որ մկրտվում էին։ Եվ ես տեսնում եմ, որ այստեղ առաքյալները հատուկ ուշադրություն էին դարձնում Սուրբ Հոգու մկրտության վրա, հատուկ ուշադրություն էր իրանց միսիայի նպատակներից մեկը հենց այդ էր հասցնել Սուրբ Հոգին յուրաքանչյուր հավատացողին, որովհետև մենք կարդում ենք, որ Կորնելիոսի ընտանիքը, որը հեթանոսներից էր, Եփեսոսի եկեղեցին, որը հեթանոսներից էր, Սամարյան, որտեղ Փիլիպոսը քարոզում էր, հետո Պետրոսն ու Հովանեսը գնացին, էլի հեթանոսներ, կիսահրյաներ էին իրանք, բայց չէին ընդունվում հրյաների կողմից, որտեղ հեթանոսական խառնուրդ ունեին։ Եթե մենք Պենտեկոստ են տեսնում ենք, որ այնտեղ հրյաներ էին հիմնականում հավաքված եւ հրյաներին էր տրված, ոնց որ շատերն են ասում, որովհետեւ այնտեղ Երուսաղեմի մեջ հավաքված էին տարբեր ազգերից եկած հրյաներ եւ այդ հրյաները տարբեր լեզուներ էին խոսում եւ այդ լեզուները, երբ որ մկրտությունը եղավ, լրացեցին իրանք, որ խոսվում էր Աստծո մեծամեծ բաների մասին, խոսվում էր Աստծո բարձրագույն բաների մասին, նրանք շփոթվել էին եւ իրանք ոնց որ ասած խառնվել են իրար, այս ինչ է կատարվել, սրանք հարբած են, ինչ են, բայց առավոտվա ժամ էր Պետրոսի ասելով, հնարավոր չէր հարբած լնեին, հնարավոր չէր սարքել էտի, երբ որ մենք Սուրբ Հոգով աղոթում ենք, դա չի կարելի սարքել, սիրելիներ, նրանք ովքեր որ եղել է մեր պրակտիկ կյանքի մեջ, իմացել ենք, լսել ենք, որ փորձել են սարքել, բայց չի ստացվել, սիրելիներ, չի կարող էտի լինել։ Ուրեմն սա ինչ էր մի կենդանի ուժ, որ իջավ առաքյալների վրա եւ հստակ խոսեցին եւ այդ լեզուների պատճառով շատ մարդիկ հավատացին այնտեղ եւ դարձի եկան եւ ասացին ինչ անենք, տեսան այդ հրաշքը, սիրելիներ, ինչի վրա այդ մարդիկ ապաշխարեցին, տեսան այդ հրաշքը, լեզուների աղոթքը տեսան, լսեցին ու ապաշխարեցին։ Եվ դրանից հետո առաքյալները որ սկսեցին քարոզել Սուրբ Հոգու մկրտության համար իրանք հատուկ ուշադրություն էին դարձնում, բայց Կորնելիոսի ընտանիքը, որը որ մենք կարդում ենք Գործք առաքելոցում 10-րդ գլխի մեջ, չեմ ուզում դա երկար պատմեմ, որովհետև մի ամբողջ գլուխ դրան է նվիրված, հրեշտակը կայնում է Կորնելիոսի մոտ, որը հարուրապետ էր իտալական գնդից, որը որ լավ ողորմություններ անում, որը որ ասենք հրյաների համար ժողովարան էր կառուցել եւ այլն, եւ հրեշտակը կանգնում ասում է Կորնելիոս քո աղոթները լսվեցան, հասան երկինք, բայց դու Հիսուսի կարիքը ունես։ Էդի մեր լեզվով ասած։ Ուղարկիր Պետրոսին թողակոզի բան ունի ասելու։ Հետո Պետրոսը տեսիլ կա տեսնում, որ Աստված իրան հայտնում է, որ անպայման պիտի գնաս, հանկարծ չհամարես Կորնելիոսին պիղծ, ինչ որ ես մաքրել եմ, ուրեմն մաքուր է, անպայման կգնաս կխոսան, որտեղ հրյաները հեթանոսների տուն չէին մտնում, սիրելիներ։ Առաքելական դարաշրջանում ես հարցնել կոտրվավ, ես հարցնել լուծվեց եւ Տերը տեսիլքով ցույց տվեց Պետրոսին գնաց եւ ասեց ես ճիշտ ասած ես չեմ հասկանում ինչ եղավ, որտեղ այսպես տեսիլք եմ տեսել եւ Աստված ինձ ասեց որ ես անպայման գամ, ձեզի գամ, ինչ ա եղել։ Եվ ասեց Կորնելիոսը աղոթք էի անում, ծոմի մեջ էի, հրեշտակ եկավ, ասեց որ Պետրոսին կանչեմ, հիմա կանչել են քեզի, լսում ենք ինչ ունես ասելու։ Եվ Պետրոսը սկսում է Հիսուս քարոզել եւ այդ խոսքի վրա ես ուզում եմ այդ խոսքերը կարդամ ու շատի լսեք, ուրեմն 10-րդ գլուխ 44 խոսք։ Ու երբ Պետրոս այս խոսքերը կխոսեր, Սուրբ Հոգին իջավ ամեն մեկուն վրա, որոնք խոսքը կլսեին, եւ թլպատվածներին եղող հավատացյալները, որոնք Պետրոսի հետ եկած էին, զարմացան, որ հեթանոսներու վրա էլ Սուրբ Հոգու պարգևը կլցվեր։ Լսում եք, սիրելիներ, քանզի կլսեին անոնցմե, որ ուրիշ լեզուներով կխոսեին եւ զասված կփառավորեին։ Ուրիշ լեզուներով կխոսեին եւ զասված կփառավորեին։ Ուրեմն պատկերացնում եք Պետրոսի հետ հատուկ եկել էին հեթանոսներից, թլպատված հրյաներից, որոնք ապաշխարել էին, թե Պետրոսը ինչի է գնում հեթանոսի տուն, որ վրեն բան ճարեն խոսալու։ Ինչի է գնում հեթանոսի տուն։ Թլպատվածները դրանք են, ովքեր որ հրյաներ էին եւ հրյաներից ապաշխարել էին, թեկուզ եկել Հիսուսին, բայց իրանք չէին հրաժարվել իրանց ավանդույթներից, այսինքն մովսեսական օրենքներից։ Եվ ասում են զարմացել էին, որ Սուրբ Հոգին իջել է հեթանոսների վրա եւ լեզուներ կխոսեն։ Սիրելիներ, ինչու է նշված էդի։ Սա այնքան կարևոր է, որ նշված է հենց դրա համար, որպեսզի մենք իմանանք,
որ մկրտությունը հետևում է լեզուներ, սա հատուկ նշված է դրա համար, եւ ասես դեպքելի կա Սուրբ գրքի մեջ։ Եփեսոսի եկեղեցին 18-րդ գլխի մեջ Պողոսը գալիս է եկեղեցին, գտնում է որոշ խումբ է գտնում ավելի ճիշտ, եւ տենում է որ հավաքված են, աղոթում են, ասում է ում անունով եք մկրտվել, ասում են Հովանեսի։ Սկզբից հարց է տալի, դուք գիտեք որ Սուրբ Հոգի կա, ասում մենք չենք էլ լսել դրա մասին։ Եվ ասում հրամայեց անոնք մկրտվեցին Հիսուսի անունով եւ անոնց վրա ձեռք դրավ եւ անոնք Սուրբ Հոգին կստանային եւ լեզուներ կխոսեին ու կմարգարյանային անգամ։ Ինչի համար է դա գրված, որպեսզի մենք սովորենք, որ հասկանանք, որ սա շատ կարևոր է, հավատացյալի մկրտությունը կարևոր է։ Այսօր աշխարհի մարդիկ խմբեր կան, որոնք ասում են, որ մարդը հավատացեց, Սուրբ Հոգին մկրտվավ, իջավ իր վրա, վերջացավ, ուրիշ բան պետք չի, նշան պետք չի դրա համար։ Մենք հավատքով ընդունում ենք, սիրով հասկանում ենք այդ բանը, հավատքով ընդունում ենք, այո, Սուրբ Հոգին իջնում է, բայց պետք է տեղյակ լինենք մենք դրանից, որ իջել է Սուրբ Հոգին հայտնապես նշանով, եւ այսօր դրա կարիքը մենք շատ ունենք, սիրելիներ։ Ինչի, որովհետեւ Սուրբ Հոգին է, որ եկեղեցին առաջնորդում է։ Իհարկե ոչ թե լեզուներ խոսելով, ապա իր ներկայությունով, իր զորությունով, իր օրհնությունով է լինում դա։ Սուրբ Հոգին է անում այս ամենը, եղբայրներ, քուրեր, Փառք Տիրոջ։ Ինչի համար եմ այս տեղերը ասում, որ անգամ Հիսուսն էլ, եթե կարդում ենք Հովանու ավետարան, մենք տեսնում ենք, որ Հովանու ավետարանի մեջ Հիսուս շատ է խոսում Սուրբ Հոգու մկրտության մասին։ Կոնկրետ մկրտության, առաջի անգամ Հովանես մկրտիչը ասեց դա։ Ինչ ասեց, ասեց ինձ մե եկող ավելի զորավոր է եւ նա ձեզի պետք է մկրտե Սուրբ Հոգիով։ Եվ ոնց պիտի մարդիկ իմանային, որ իրանք մկրտված են Սուրբ Հոգիով։ Ոնց պիտի իմանային։ Տեսանելի բան էր պետք, զորություն էր պետք, եւ Տերը տվավ դա Պենտեկոստեի օրը։ Կրակի նման, լեզուների նման իջել էր անոնց ամենմեկի վրա եւ անոնց կխոսեցնեն ինչպես որ ինքը կտար, Սուրբ Հոգին է նրանց խոսեցնում, սիրելիներ։ Եվ այսօր որ մենք աղոթում ենք Սուրբ Հոգին է խոսեցնում, դա մենք չենք, դա ներսի Սուրբ Հոգին է, որ բնակված է մեր մեջ եւ մեզի խոսեցնել է տալիս։ Եվ մենք շատ ժամանակ չհաստատվելով այս ճշմարտության վրա, չհաստատվելով այս իրական կենթանի վկայության վրա, չենք հաստատվում եւ անկախ մեզանից երբ որ ինչ-որ միտեղից լսում ենք, որ ինչ-որ մեկը միտեղից քարոզում է, որ նրանք ովքեր լեզուներով խոսում են, պիտի թարգմանեն, եթե չեք թարգմանում Հիսուս արեք եւ այլն, ասենց կամ էլ այդ պարգևը հիմիկվա համար չի, այդ պարգևը առաքյալներն են ունեցել, ասենց բաները միջևան շարունակվում է այդ հակառակությունը երկրի վրա։ Բայց սիրելիներ, երբ որ մենք ուսումնասիրում ենք Սուրբ Գիրքը եւ ուշադիր կարդում ենք, լեզուների պարգևը դա մտնում է Սուրբ Հոգու պարգևների մեջ, բժշկության, հրաշագործության, ով կարա ասի, թարգմանության եւ այլն, այս բոլորը 9 պարգևները նա առանձին լեզվի պարգև է, որը տրվում է, եթե պետքա լինում ինչ որտեղ։ Եթե պարգև կա, պետքա բժշկություն անի, պարգև էլ կա, եթե պետքա խոսի ինքը իրանց լեզվով, որպեսզի նրանք հասկանան։ Եթե այսօր ես կանգնեմ ձեր մեջ այստեղ ամբիոնից, ձեզ հետ խոսամ օտար լեզուով, դուք իրավունք ունեք ինձանից պահանջել թարգմանություն, բայց ես ձեզ հետ հայերեն եմ խոսում, ձեզ հասկանալի լեզվով, ես ձեզ հետ օտար լեզվով չեմ խոսում, ես երբ որ խոսում եմ օտար լեզվով խոսում եմ Աստծո հետ, որովհետև ասում է անոնք, որ թող խոսան Աստծո հետ, իրանց անձի շինության համար, եւ իմ կյանքի պրակտիկի մեջ ես տեսել եմ, ինչքան Սուրբ Հոգիով աղոթում եմ, այդքան զորանում եմ, այդքան լցվում եմ, այդքան ավելի Տերոջ օրհնությունն են վայելում։ Դա շինություն է մեր անձերին։ Ինչի լեզուի պարգև կա Սուրբ Հոգու մեջ։ Առաջի դարում, երբ որ եկեղեցին հաստատվում էր, սիրելիներ, եկեղեցում կային խառիճաղանց ժողովուրդ, հրեաներ, տարբեր տեսակի ազգեր, հեթանոսներից ազգեր, եկեղեցին լցվում էր, եւ նրանք բոլորը մի լեզու չէին խոսում, չնայած այն ժամանակ ասեմ ձեզի, ամբողջ ամենատարածված լեզուն դա եղել է հունարենը, ամբողջ աշխարհով մեկ։ Եվ գիրքը գրվել է հուներեն լեզվով, նոր կտակարանը, բնագիրը հուներեն է նոր կտակարանի, եւ բոլորը խոսում էին մի լեզվով, բայց կային տեղեր, որոնց որ պետք էր որ լեզուներ իմանային, որպեսզի նրանց հետ հաղորդակցվեին, Սուրբ Հոգին իջնում էր եւ խոսում էին, եւ եթե պետք էր լինում թարգմանում էր այդ պահին, որպեսզի բոլորը իմանային, սիրելիներ, Աստծո մեծամեծ բաները։ Եվ ահա
Այսօր մեր մեջ երբ որ մենք կանգնած ենք, կարա Սուրբ Հոգին մեզի տա օտալեզվու քարոզ, երբ որ օտալեզվի քարոզ մենք ունենանք, պարգևը գա, այս ժամանակ թարգմանություն պիտի ուզենք, որպեսզի Տերը թարգմանի, թե ինչ է ինքը մեզի ասում, բայց այսօր մենք հլա որ խոսում ենք հայերեն բոլորի հետ։ Հայերեն լեզվով հասկանալի եւ փոխանցում ենք Աստծո ճշմարտությունները, Փառք Հիսուսին։ Իսկ եթե խոսքը վերաբերվում է որ Կորինթացիների 14 գլուխը որտեղ որ մանրամասը նկարագրում է, ես չեմ ուզում բացեմ, կարդամ այդ ամեն ինչը։ Ես ուզում եմ մեր մեջ նախանձավորություն առաջանա, նրանք ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված չեն, փափագեն սիրելիներ, ուզեն են աղոթել, ուզեն որպեսզի Տերը լցնի իրանց, ուզեն որպեսզի Տերը գործի իրանց հետ։ Դա ամեն օրվա աղոթք պետք է լինի, դա փնտրվածք պետք է լինի, որովհետև Տերը ուզում է տենա դու ուզում ես, էդի թե չես ուզում։ Ես բազմից անգամ ասել եմ, ելի եմ ուզում վկայեմ, այն ինչ որ ինձ հետ է կատարվել, եղբայրներ քուրեր, դա առանձնահատուկ մի բան էր իմ կյանքում։ Ես ուզում եմ դա ասեմ, ձեզի ասել եմ, բայց ելի եմ ասում, որովհետև այս փորձառությունը ամեն մեկը կարա ունենա։ Ինձ հետ կատարվել է ճիշտ Եփեսացիների եկեղեցին, երբ որ Պողոսը եկավ ասեց, Սուրբ Հոգին առել եք, իրանք ասում ենք չգիտենք էլ թե դա ինչ է։ Դա ինձ հետ է եղել։ Եվ իմ քուրիկս եկավ, ես ինքը Երևանում էր, ես շրջանում եմ, եկավ ասեց դու գիտես որ Սուրբ Հոգի կա։ Ես ասեցի չգիտեմ էլ թե դա ինչ է։ Դա ինչ է։ Արդեն հավատքի մեջ ենք, ապաշխարում ենք։ Ասեց հա, ասա տենց բան կան, երբ որ աղոթում ես Սուրբ Հոգով ես լցվում եւ օտալեզուներ ես խոսում։ Եթե ուզես Աստված կտա քեզ, ասի ես շատ եմ ուզում, ասեց դե արի աղոթենք։ Ու երբ որ ծունկի եկանք աղոթելու, ասեց Տեր Աստված, խնդրում եմ աղբորս 20 րոպեից Սուրբ Հոգով մկրտի։ Ես չհասկացա թե խի 20 րոպեից։ Բայց 20 րոպե չանցավ սերլիներ։ Աստծո Սուրբ Հոգին կայծակի նման զորությունով գլխիցս մտավ, այս տեիցս մտավ, ամբողջ մարմինս հարվածեց ու ոտից թաթից դուրս եկավ։ Եվ այդ պահին, նույն այդ պահին ինձանից բխեց հոգու աղոթքը, Սուրբ Հոգու լեզուների աղոթքը բխեց։ Ոչ թե թոթոֆախոս, ոչ թե ասենք ինչ որ շհնչյուններ, այլ պարզ, հստակ, ոնց որ այսօր եմ աղոթում։ Հստակ խոսեց։ Եվ դա ես ինչպես կարամ ասեմ, որ չկա տենց բան։ Ես ինչպես կարամ ասեմ, որ չի կարելի աղոթել այդ լեզվով։ Ես ինչպես կարամ ես չեմ կարա դա ասեմ, եղբայրներ քույր, որովհետև անձնական տեսել եմ, ինչպես ինձ վրա չեն գորգորացել, ձեռք դրել, համոզել, ասել, փառք տուր, լսում ենք, չէ՞, տենց բաներ շատ հաճախ աղոթքի ժամանակ ասում են, փառք տուր, որ Սուրբ Հոգով լցվես, բայց չի լսվում այդ մարդը։ Մի օր միտեղ էի, մի հատ քույրիկ եկավ ասաց, խնդրում եմ աղոթք արեք Սուրբ Հոգով մկրտվեմ։ Ասի դե աղոթենք, տվողը Տերն է, մենք չենք, եթե դու ուզես, Աստված կտա քեզի։ Սկսեցինք աղոթք անել, հիմա մենք ինձ ոգևորված աղոթում, եկել աշկերտս բացի Տերամես, քույրիկս այդ հանգիստ նստած է։ Ասի քույրիկ ջան, բերանը բաց արա, թող Սուրբ Հոգին ներս գա։ Ախր դու չես աղոթում, մենք ինչ աղոթենք։ Մի հատ գոնե դու ասա, Հիսուս ջան, Սուրբ Հոգի տուր ինձ։ Մենք քո համար տանջվում ենք, դու ոչ պետք է չես։ Սերն մենք պետք է այդ փնտրենք ուզենք, մենք ուզենք, մենք նախանձավոր լինենք դրան։ Մենք պետք է այդ աղոթք անենք, որ Տերը տա, եւ Տերը կտա, եւ Տերը խոստմունք է տվել, եւ Տերն ասել է, եւ անոնց պիտի տրվի, եւ ով որ խնդրի պիտի տրվի ձեզի Սուրբ Հոգին։ Հենց Սուրբ Հոգամա կոնկրետ համար կա գրված, որ խնդրեք պիտի ստանաք Սուրբ Հոգին։ Ես գիտեմ, ստեղ լիքը կան մեր մեջ արդեն հոգիներ, որոնք անցան ջրի մկրտություն, բայց Սուրբ Հոգով մկրտված չեն, բայց ես քեզի խորհուրդ եմ տալի, անպայման սկսեք աղոթել ու հոգսակի ցեղնել դրան։ Եվ Աստված պետք է տա։ Եվ պետք է փնտրեք, եւ պետք է ստանաք։ Ես գիտեմ, որ մարդիկ տարիներով են աղոթել դրա համար, բայց վերջը Տերը տվել է իրանց։ Միգուցե հավատքը չի երիքել, միգուցե նախանձավորությունը, միգուցե Աստված այդպես է կամեցել, ես չգիտեմ, բայց այսօր Աստծո խոստմունքը մնում է կատարյալ, այսօրվա համար, վաղվա համար չի։ Ես ուզում եմ ձեզի մի հատ հավատքի բան ցույց տամ Սուրբ գրքից, ու դուք տեսեք ոնց է հավատքով ելնում էդի։ Այ որ հիմա հավատակ Տերը ձեզի կտա։ Դուք հիշում եք Գործք առաքելոց 3-րդ գլուխ, երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը 9-րդ ժամին գնացին տաճարը աղոթելու։ Հիշում եք էդի։ Ասում է տեսան տաճարի դեմը մի հատ անդամալույց է նստած, որ ամեն առավոտ բերում են, որպեսզի ինքը մուրա այնտեղ։ Եվ ասում է նայեց նրանց վրա, Պետրոսը նայեց իր վրա, ասեց, այդ մարդը ասեց ինչ որ բան էր ուզում իրանցից, օգնություն, ողորմություն։
Եվ Պետրոսն ինչ ասեց, ասեց ոսկի եւ արծաթ չունեմ ձեզ քեզի տալու, բայց ինչ որ ունեմ Հիսուսի անունով վերկաց քայլի, ինչ որ ունեմ քեզ եմ տալի, Հիսուսի անունով վերկաց ու քայլի։ Այս մարդը տեղում վերկացավ ու քայլեց։ Հիմա մենք մտածում ենք առաքյալներ, զորություն, հատուկ իշխանություն, չէ՞։ Մենք տենց ենք մտածում, Աստված իրանց հատուկ այդ իշխանությունը տվել էր, Աստված այդ հատուկ այդ զորությունը տվել էր, բայց գիտեք ինչ ասում Պետրոսը հաջորդ մի քանի տողեր ներքև։ Երբ որ ասում է մարդը հելավ ցածկոտում էր, փառք էր տալի, ժողովուրդը զարմացել էին, եկան հավաքման իրան շուրջը, այս ինչա կատարվում, այս ինչա կատարվում, եւ ինչ ասեց Պետրոս առաքյալը, տեսեք, ուզում եմ կարդամ այդ խոսքերը, եւ ասում է 17 խոսքից, եւ հիմա գիտեմ եղբայրներ, որ չգիտենալով որ ինչպես ձեր իշխաններն ալ, բայց Աստված ինչ որ առաջվան է իր բոլոր մարգարեներու բերանով հայտնել Քրիստոսի չարչարանքների վրայով այսպես կատարեց, ուստի ապաշխարեցեք ու դարձի եկեք, որպեսզի մեղքերնի ջնջվի, որպեսզի սփոփան ժամանակներ կան Տիրոջ երեսեն, եւ առաջվան է ձեզի քարոզած Հիսուս Քրիստոսը ղրկե, զոր պետք է, որ երկիկ ընդունի մինչև այն ատեները, որ ամեն բաները սկզբեն ի վեր Իսուր մարգարեների բերանով խոսեցավ, փառք մեր Տիրոջը սիրելիներ։ Եվ ինչ ասում է այստեղ խոսքը։ Եվ ինչ որ դուք տեսնակ ասում է, նայեք 15 խոսքն եմ կարդում, եւ ներողություն 15-ը չէ։ Այո, 15-16-ը, եւ անոր անվանը հավատքով, անոր անունը հաստատեց, զոր դուք կտեսնեք ու գիտեք, եւ այն հավատքը, որ անով է, այս առողջությունը տվավ անոր ձեր ամենուն արչև։ Ինչով? Հավատքով, որ անով է, ումով, Քրիստոսով, լսում եք սիրելիներ, առաքյալը հավատքով է արել այդ գործը, հավատքով է ներգործել դրա բժշկությունը, լսում եք ստեղ ինչ է ասում, չի ասում ինձ իշխանություն էր տրված, որ ես էտի արեցի, ինձ հատուկ օծություն է տրված, որ ես էտի արեցի, ես հատուկ մարդ եմ, հատուկ ընտրված, ես որ աղոթեմ պիտի բժշկվի, դες բաներ չի ասում, այսօր տեսնում են կանգնած մեգա չրչերում կամբոն, ասում է, ես ձեզ համար կաղոթեմ, որ դուք բժշկվեք, ես հատուկ օծություն ունեմ, եկել եմ այսօր բժշկություն անելու, եկեք, սես բաներ չէին անում առաքյալները, սես բաներ տեղի չեր ունենում, ասում էր, այն հավատքը, որ Հիսուսից է, էսի դրան առողջացրեց, այս հավատքով եմ ես էտի ասել, հասկանում եք տարբերությունը սիրելիներ, այս հավատքով եմ ես Սուրբ Հոգին առել, այս հավատքով եմ ես հիմա Տիրոջից առնում Սուրբ Հոգին, այս հավատքով եմ հիմա ես բժշկվում, այս հավատքով եմ հիմա ես ազատագրվում, այսօր մեզանից յուրաքանչյուր կանգնած աստե, եթե կարիք ունի, հավատա Հիսուսին ու պիտի ունենաս էտի դու, հավատքը թող ներգործի քո կյանքի մեջ, փառավորեք Տիրոջ անունը։ Ես այս բոլոր բաները մեկտեղ բերեցի, որտեղ ես զգում եմ, որ Սուրբ Հոգին գործ ունի անելու, սիրելիներ։ Սուրբ Հոգին գործ ունի։ Եվ մենակ էդի չի, որ այդ օրը, որ ես Սուրբ Հոգով մկրտվա, հաջորդ օրը մեր տունը պաշտամունք էր, երբ որ հավաքվել եմ, 10 քույրիկ էր հավաքվել, մենք ուրիշ եղբայր չունեինք քարոզիչ, եւ ակամա դարել է այդ խմբի քարոզիչ անկախ ինձանից։ Ու հելա ասացի քույրեր ջան, գիտեք, ասի Սուրբ Հոգով եմ մկրտվել, ես ասեցի աղոթ կանել հոգիով։ Սրանք բոլորը մենք էլ ենք ուզում, դե ասի աղոթենք։ Ծնունք եկանք աղոթելու 5 րոպե չեր անցել 7 հոգի միանգամից մկրտավ Սուրբ Հոգով։ Ոչ ձեռ եմ դրել, ոչ գորգորացել են, ոչ չգիտեմ համոզել են, ոչ մի բան։ Աղոթել ենք մարդիկ մկրտվել են։ Իհարկե դա Սուրբ Հոգու ներկայությունն է, հետի ոչ ես էի, ոչ որևէ մեկը չէր, հետի Տերն էր ներգործումը տե։ Եվ ինչ եղավ։ Հելա դրանից հետո դե միշտ խոսում էի դրանից առաջ, ասենք եկեղեցում, խմբի մեջ։ Այդ օրը հելա խոսալու ես զգացի, որ իմ մեջից ես չեմ խոսում էտի։ Զգացի, որ մեծ տարբերություն կա իմ խոսքի մեջ։ Հասկացա, որ Սուրբ Հոգու ներգործություն կա։ Հասկացա, այն Սուրբ Հոգի, որ եկել է մեջ, ինքն է էտի անում, էտի ես չեմ անում։ Իմ քարոզի մեջ, խոսքի մեջ կար տարբերություն, կար ներգործություն։ Առաջ էտի խոսում էի, բայց հիմա քարոզում եմ, այսպես ասեմ տարբերությունը։ Ես էտի ապրեցի սիրելիներ։ Հասկացա, որ Սուրբ Հոգին է էտի եկել, փառք Տիրոջը։ Այսօր Աստված մեզանից յուրաքանչյուրին այս խոստմունքը ունի, այսօր ունի քո նկատմամբ, այսօր ունի մեր նկատմամբ։ Ոչ թե միայն Անդրանիկ եղբայրը մի լավ բան ասեց, ոչ թե միայն որ մկրտվել ենք, այլ թե մկրտվել ենք, աղոթենք, որ մնանք դրա մեջ, գործի Սուրբ Հոգի մեր կյանքում։ Ոչ թե առանք աղոթեցինք, խոսում ենք օտալեզվով, վերջ, ուրեմն փրկությունը ապահովված է։ Այդպես չի սիրելիներ։
հապա որ մենք հավատարիմ մնանք միջև վերջ իրան։ Ասենք Պարկ Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, թող Աստված ձեզի հաստատի եւ զորացնի եւ ելի լիքը վկայություններ։ Այս օրում խոսցնենք, ովքեր որ Սուրբ Հոգով մկրտվել են, հատուկ վկայություն կարան տան։ Ինչպես ա եղել դա իրենց կյանքում։ Հատուկ վկայություններ են դրանք, հատուկ ուրախություններ են դրանք, հատուկ Տիրոջ ներգործություններ են դրանք։ Ամեն մեկի համար առանձին մի բան է այդի։ Հիշեք այդ օրերը եւ փառավորեք Տիրոջ անունը։ Հիշեք այդ օրերը եւ վկայեք այդ մասին մարդկանց։ Վկայեցեք սիրելիներ։ Այս տարի մենք մեր նշանաբանը եկեղեցու հավատքով ենք քալու ոչ թե երևույթով, մյուս տարի լինելու է Պողոս Առաքյալի խոսքերը, որ ասում է ում որ բռնում է փողոցում, մեծ ու փոքր վկայում է։ Մենք մյուս տարի դրա վրա ենք ուշադրություն դարձնելու։ Մեծ ու փոքր պիտի կանգնենք ու վկայենք սիրելիներ։ Դրանով ենք մենք մյուս տարի գնալու առաջ։ Փառք Հիսուսին, Տերը շատ օրհնի։ Եղբայրներ քուրեր, հիմա մենք պիտի աղոթքի գանք, մեր վերջի աղոթքը կլինի էսի եւ կխնդրեմ ովքեր որ կարիք ունեն իրանց համար աղոթ կանենք, ովքեր որ ուզում են որ Սուրբ Հոգին իրանց վրա իջնի, թող իրանք էլ աղոթ կանեն եւ ես նաեւ կխնդրեմ որ մենք ունենք ազգային ցավ, ազգային ցուկ մեր կյանքում դա երկրաշարժն է Լենինականի այժմ Գյումրիի, որտեղ որ շատ ասենք սրտեր դերևս վիրավորված են, շատ սրտեր դերևս բժշկված չեն այդ բանից, հիշողություններ կան, դժվարություններ կան այդ հարցում, ամեն տարի հիշվում է այս հարցը, այդ արհավիքը, աղոթ կանենք այս ընտանիքների համար, որոնք որ վերապրել են այդ ուրեմն օրերը վերապրել են, հարազատներ են կորցրել, իրանց համար թող Աստված մխիթարի կրկին անգամ եւ կանչի բժշկության, ապաշխարության, գանք աղոթքով սիրելիներ Տիրոջ առջև։